Առաջիկայում կհրապարակվի ՀԵՑ-ը պետականացնելու կոնկրետ ծրագիր, հայտարարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։ Դավիթ Խուդացյանը սակայն ոչ ժամկետներն է հստակեցնում, ոչ էլ ասում, որ կառույցն է զբաղվում այդ հարցով և ինչպես է Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը անցնելու կառավարությանը։ ՔՊԱ-կան նախարարը պնդում է, այս հարցում հետքայլ չեն անելու։ Այս որոշման հետ կապված փոփոխություններ չեն ակնկալվում և փոփոխություններ չեն լինելու։ Մենք գնալու ենք պետական կառավարում իրականացնելու ճանապարհով, որը ակնհայտ բերելու է որակական փոփոխությունների։ Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը ՀԵՑ-ը գնել է 10 տարի առաջ։ Ընկերությունը սպասարկում է ավելի քան 1 միլիոն սպառողի։ Ընկերությունը պետականացնելու մասին Հայաստանի վարչապետը խոսեց 3 օր առաջ, երբ Սամվել Կարապետյանը հայտարարեց, թե անհրաժեշտության դեպքում մեջբերեմ իրենց ձևերով կմասնակցեն հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումները կանխելու գործընթացին։ Այս հարցազրույցից ժամեր անց Կարապետյանը հայտնվեց բանտում։ Նիկոլ Փաշինյանը թիմակիցները նույն ժամերին նաև հայտարարեցին՝ պետականացնելու են ՀԵՑ-ը։ Իշխանականները պնդում են, թե դա կապ չունի Կարապետյանի աղմկահարույց հայտարարության հետ։ Պատճառը քաղաքացիների դժգոհություններին լուծում տալն է։ Նույնն այսօր կրկնեց ոլորտը համակարգող տարածքային կառավարման նախարարը։ Քաղաքացիների մեծամասնությունը իսկապես էլեկտրամատակարարման որակի հետ կապված դժգոհություններ ունի և մենք գնում ենք այդ դժգոհությունների լուծման ճանապարհով և մենք գնում էինք այդ դժգոհությունների լուծման ճանապարհով, երբ որ քաղաքական հայտնի հայտարարությունները եղան։ Ազատության այս զրուցակիցը չի հերքում, հոսանքի անջատումներ երբեմն լինում են, բայց ըմբռնումով է մոտենում։ Սարքավորումը, մեքենայա, որ գնում է հիմա, չի փչանում, տրանսպորտը չի փչանում, էլեկտրականությունը։ ՀԵՑ-ը պետականացնելու վարչապետի գաղափարն առհասարակ նրա սրտով չէ։ Գնանք էլ այն ժամանակները, որ հոսանք չկար, որ ահավոր էր վիճակը եւ շատ հնարավոր է, որ նորից կլինի թանկացումներ հոսանքի։ Նույն մտահոգություններն ունի նաև այս կինը, ոչ մի կերպ չի հավատում, որ պետությունը ավելի արդյունավետ կկառավարի եւ կլուծի առկա խնդիրները։ Հավատ չկա, էլ չենք հավատում, վերջ։ Ոչ մի իրանց խոստումները մեզ չի շոյում, մենք չենք հավատում իրանց։ Ես ինքս չեմ հավատում, նաև իմ ընտանիքը, որովհետև արդեն խաբվել ենք 7 տարի։ Всё, հերիք է։ Նրան շարունակում է մեկ այլ քաղաքացի, կրկին զայրացած։ Ինչն է լավ կառավարել մինչև հիմա, որ ՀԵՑ-ը վերցնի կառավարի։ Միանշանակ դեմ ենք նրա բոլոր որոշումներին։ Մեր այս զրուցակիցը կողմ է, որ ռազմավարական նշանակության բոլոր օբյեկտները պետության սեփականությունը դառնան, բայց մի հարց կա, որից հուսահատ է։ Էշին փալան չեկավ, մեզ էլ ղեկավար։ Այս տղամարդկանց նույնպես չի ոգևորել ՀԵՑ-ը Սամվել Կարապետյանից վերցնելու Փաշինյանի օրակարգը։ Դի Նիկոլը հրանա, որ ամեն ինչ կարգավորի, ոչ թե վերցնի, որ լավ լինի, ընդհակառակը։ Ինքը հրանա, որ ամեն ինչ լավ է։ Ավելի լավ էր կառավարում, կասե ինքը վերցնի։ Ինքը ոչ մի բան չի կարող կառավարի։ Նիկոլ Փաշինյանի արածների ու ասացների մասին բոլորովին այլ կարծիք ունի այս կինը։ Վրդովվում է, նրա տպավորությամբ վարչապետը գնահատված չէ։ Իրան պաշտպանեք, ինքը ֆանատիկ է, ինքը այս ժողովրդի համար ֆանատիկ է, թողեք այս երկիրը փոխի, հետո կասենք դասվիդոս։ Կառավարության ղեկավարի գնահատմամբ ՀԵՑ-ի գործունեության պատճառով Հայաստանում էներգետիկ ճգնաժամ է։ Ընդ որում Նիկոլ Փաշինյանն այդտեղ դիտավորություն է տեսնում։ Որ այդ ամեն ինչը արվել է եւ արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար։ Փաշինյանը երեկ նաև նշել էր, թե 1 ամիս առաջ է հանձնարարել ժողովրդին հասցված վնասը վերադարձնելու մեխանիզմներ ստեղծել։ Հակառակ դեպքում ՀԵՑ-ը պետք է ազգայնացվի։ Տարածքային կառավարման նախարարությունն է զբաղվել այդ հանձնարարականով։ Գերատեսչության ղեկավարը սակայն չբացահայտեց ինչ են պարզել եւ ինչ են զեկուցել վարչապետին։ Միայն ասաց, ՀԵՑ-ն առողջացնելու տարբերակներ փորձել են, բայց ապարդյուն։ Նախարարությունը որպես ոլորտը համակարգող գերատեսչություն առավելագույնն է փորձել անել այս ընթացքում այդ խնդիրները լուծելու ուղղությամբ դա ակնհայտ է եւ այդպիսի բազմաթիվ քայլեր կան իրագործված, բայց նաեւ պիտի ասեմ, որ արդյունքը բավարար չի, հետեւաբար շարժվում ենք ավելի կտրուկ որոշումներ կայացնելու ճանապարհով, թույլ տվեք որոշումների բնույթը չմանրամասնել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ, եթե կառավարությունը որևէ փաթեթավորմամբ ՀԵՑ-ի կառավարումը վերցնի իր ձեռքը, ոչ մի երաշխիք չկա, որ այն արդյունավետ կիրականացվի։ Պնդում է, չունեն այդպիսի ինստիտուցիոնալ կարողություններ։ Դրա վառ օրինակը Հյուսիս Արավն է։ Որոշում կայացնել նոր ատոմակայանի
ուղղությամբ, որ մինչև հիմա չգիտեն, որ ուղղությամբ են շարժվելու, ինչ ատոմակայան են կառուցելու։ Հիմա հեծի մասին են իրենք խոսում, երբ որ նույնիսկ անիվի շրջանակներում չկարողացան այսպես մի հատ ավիաընկերություն կազմակերպել, կառավարել եւ 60 միլիոն դոլարի չափով պետական հանրային միջոցներ ուղղակի փոշիացվեցին։ Միգուցե կառավարությունը վերցնի հեծի իր ձեռքը եւ ուշի կառավարել եւ այդ կառավարումը իրականացնի օրինակ սակագների բարձրացման միջոցով։ Տեսնի օրինակ ծախսերը շատ են, սակագինը եւս 5 դրամով բարձրացնել։ Այո, տենց կարող են իսապրատ եղանակով այսպես կառավարում իրականացնել։ Տնտեսագետը մեկ այլ հարց եւս բարձրաձայնում է. արդյոք բաշխից ցանցերը պետականացնելուց հետո տվյալ սեփականատիրոջը փոխհատուցում կտրամադրեն։ Ասում է, եթե դա չանեն, հետագայում խնդիրներ կունենան արբիտրաժային դատարաններում։